Այսօրվա տեսանյութը, որքան էլ որ զարմանալի լինի, պատմելու է մի ընտանիքի մասին, որոնք կառավարում են մեդիան, գործարանները, առողջական կենտրոնները, գեղեցկության սրահները, ամբողջ աշխարհը։ Նրանք կառավարում են պետությունները, երկրները, ստիպում, որպեսզի պատերազմները սկսվեն կամ էլ ավարտվեն։ Կա նաև վարկած, որ հենց նրանց միջոցով է, որ ստեղծվել է հրեական պետությունը։ Այսօր խոսելու ենք Ռոթշիլդների ընտանիքի մասին։ Բայց մինչև տեսանյութին անցնելը կխնդրեմ բաժանորդագրվես ալիքին, կիսվես մեկնաբանություններում քո կարծիքով, ինչպես նաև գրես ինչ թեմայի շուրջ կցանկանաս մյուս վիդեոն տեսնել։ Սկսենք ամենասկզբից։ Ֆրանկֆուրտի վատ թաղամասերից մեկում ապրում էր Մայեր Ամշել Ռոթշիլդը, ով հանդիսանում է Ռոթշիլդների հայրը եւ այս ամենի գլխավոր հեղինակը։ Նա աշխատում էր սովորական ֆինանսիստ եւ այդ ժամանակվա համար իրար միջև ֆինանսական փոխանցումներն արգելվում են, այսինքն հրեաները չէին կարող հրեաների պարտքով գումար տալ, քրիստոնյաները քրիստոնյաներին, մահմեդականները մահմեդականներին, բայց հակառակը, երբ քրիստոնյաները վերցրին գումար հրեաներից, դա թույլատրվում էր։ Այս ֆոնին Ռոթշիլդը սկսում է հարստանալ եւ զբաղվել գումարների վերցնելով, արգվաճառքով, ֆինանսների ստեղծմամբ, ինչպես նաեւ դրանց կառավարմամբ։ 1770 թվականին, երբ Մայեր Ռոթշիլդը ամուսնանում է, ուներ 19 երեխա։ 19 երեխաներից 9 մահանում են, 10-ը որոնք ողջ են մնում, 5 տղա են, 5 աղջիկ։ Ըստ Մայեր Ռոթշիլդի ընտանիքը եւ իր ամբողջ կարողությունը պետք է կառավարի միայն տղաները, իսկ աղջիկները դրան իրավունք չունեն նույնիսկ մոտենալ։ Այդ իսկ պատճառով, երբ որ աղջիկները հասնում են չափահաս տարիքի, նրանք զրկվում են ժառանգությունից եւ ստիպված են իրենց համար հարուստ ընտանիք գտնել, բայց սա էլ ունի իր նյուանսը, քանի որ ֆինանսը միայն տղամարդկանց ձեռքում է եւ ընտանիքը ամենակարևորն է Ռոթշիլդների համար, շատ հաճախ լինում էր ներընտանեկան ամուսնություններ, ինցեստներ, որի արդյունքում մի քանի երեխաներ մահանում էին կամ ծնվում էին որևէ խնդրով։ Այս ամենը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև նրանց կարողությունը չմեծացավ եւ ընտանիքից դուրս արդեն նորմալ եղավ ամուսնությունները, բայց ինչպես ամեն ինչ դասավորվեց, ինչպես եղավ, որ մեկ ընտանիք կարողացավ ոչ միայն կառավարել Ֆրանկֆուրտը, այլև Եվրոպայի բոլոր մեծ երկրները, ինչպես նաև ամբողջ աշխարհը։ Մայեր Ռոթշիլդը իր 5 տղաներին ուղարկում է Եվրոպայի այդ ժամանակվա կարևորագույն քաղաքները՝ Ֆրանկֆուրտ, Լոնդոն, Փարիզ, Նեապոլ եւ Վիեննա։ Նրանք տեղավորվելով այդ քաղաքներում ստեղծում են իրենց բանկը եւ կարողանում են իրար միջև կապի միջոցով այնպես անել, որ ամբողջ շուկան լինի մեկ մարդու ձեռքին։ Ամբողջ շուկան Ռոթշիլդերի ընտանիքում է։ Նրանք այնքան են հարստանում, որ կարողանում են ֆինանսավորել երկրների պատերազմների ժամանակ դրանց ամենավառ օրինակը Մեծ Բրիտանիան է եւ Ֆրանսիան, երբ որ Նապոլեոնը սկսում է իր հարձակումները, նրանք ֆինանսավորում են Նապոլեոնին, ինչպես նաև Անգլիային, այսինքն նրանք երկուսին էլ ֆինանսավորում են եւ երկուսից էլ ստանում իրենց օգուտը։ Նույնիսկ երբ Նապոլեոնը պարտվում է, ինֆորմացիան ըստ լեգենդի նրանք այնքան շուտ են կարողանում իմանալ եւ տարածել, որ այդ ժամանակ վաստակում են շուրջ 40 միլիարդ ֆունտ ստերլինգ, որը ներկա պահին կարժենար մոտ 5.5 միլիարդ դոլար։ Այդ վառ օրինակներից է, որ տղաներից մեկը 1875 թվականին կարողանում է օգնել Լոնդոնին գումար տալով մոտ 5 միլիոն դոլար, որպեսզի կառուցեն եւ ստեղծեն Սուեզի ջրանցքը։ Շատերը պնդում են, որ Ռոթշիլդները ոչ միայն ֆինանսավորում են բանկերին, երկրներին, պատերազմները, այլ նաև կառավարում աշխարհը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները 2 անգամ որոշեց, որ պետք է հրաժարվի Ռոթշիլդների բանկից եւ սկսեն իրենցով զբաղվել ֆինանսավորմամբ, քանի որ միջ այդ նրանք բանկից գումար էին վերցնում եւ դա ցիրկուլյացիայի միջոցով վերածում դոլարի եւ այլն ֆինանսական տերմիններ։ Ինչ է կատարվում։ Առաջին դեպքը դա Աբրահամ Լինկոլնն է։ Երբ Աբրահամ Լինկոլնը նման ձևակերպում է անում, օրեր անց նրան գնդակահարում են թատրոնում։
Այս վարկածը իհարկե շատ է քննարկվում, ոչ մի կոնկրետ փաստարկ չկա, բայց հանդիսանում է Աբրահամ Լինկոլնի մահվան փաստերից մեկը։ Երկրորդը դա է, երբ որ Ջոն Քենեդին ստորագրում է այդ որոշումը, ըստ որի նրանք դադարեցնում են համագործակցությունը, կես տարի անց նրան գնդակահարում են, եւ հենց նույն օրը գնդակահարությունից մի քանի րոպե անց ստորագրում է հակառակ օրենք, որով մերժվում է մինչ այդ ստորագրված օրենքը, եւ Ռոթշիլդները շարունակում են իրենց գոյությունը ԱՄՆ-ում։ Անդրադառնալով հրեական պետությանը, հետևյալ փաստը կա, որ Ռոթշիլդների եղբայրներից մեկը որոշում է հենց Պաղեստինի այդ հատվածում գնել տարբեր հողակտորներ, որոնք էլ հետագան վաճառում է եւ այդ տարածքներում ստեղծում հրեական պետությունը։ Այս ամենը կա թե փաստարկներով, թե տարբեր գրառումներով, սակայն մարդիկ հիմնված են այն փաստարկին, որ Ռոթշիլդները ուղղակի զբաղվում են ֆինանսով, այլ ոչ թե կառավարում աշխարհը։ Այսքանն էի առանձնացրել այսօրվա համար, հուսամ դուք հավանեցիք, կխնդրեմ մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքով, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր թողարկումները։